Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի։ Տերը մոտ է, ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերն Տիրոջով կպահպանի։ Կարդացի Փիլիպպեցիներին 4-րդ գլխի 5-րդ խոսքից մինչև 8-րդ խոսքը։ Սիրելիներս, տեսեք ինչ գեղեցիկ տեսարանով եմ ձեզ ողջունում։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ, հարազատներ ջան։ Սիրելիներս, դուրս եկա, ձեզ ցույց տվեցի, թե ինչքան ձույն է տեղացել մեզ մոտ։ Այսօր ոչինչ տաք է եղանակը, շատ ցուրտ չէ, ասեմ, որ արև է դուրս եկել, իր շողերն է գցել մեր տների, փողոցների վրա։ Իսկ հիմա գնանք ներս, իմ լավ բարեկամներ, մրսեցի թեթևեի հագնված։ Մի անգամից տաքությունը տվեց երեսի, շատ տաք է տանը։ Էս էլ մեր գեղեցկուհի Կեշան է։ Մի հատ ցույց տամ, չնեղանա Կեշաս։ Երգիր, Կեշա ջան, երգիր, դայլայլիր։ Իսկ հիմա սիրելիներս գնանք դեպի խոհանոց, սուրճ դնենք, միասին խմենք։ Սիրելիներս, համ կոֆեն կխմենք, համ էլ ուզում եմ ձեր հալ ու քեֆը հարցնել, թե դուք ինչպես եք, ձեր առողջականը ինչպես է։ Միշտ ինձ գրում եք, տիկին Մարինե, ձեր առողջականը ոնց է, լավ է, սիրելիներս, իմ թանկագին բաժանորդներ ջան, շնորհակալ եմ անսահման հարցնելու համար։ Հիմա կոֆեն խմեմ, վերջացնեմ, այսօր որոշել եմ պատրաստել շորվա։ Ինչով եմ պատրաստելու, պատրաստելու եմ ձավարով, կոլոլակով։ Դե ինչ, խմենք, վերջացնենք, գնամ գազօջախի մոտ և սիրով պատրաստեմ իմ ընտանիքի համար, ցույց տամ սիրով ձեզ համար։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել կոլոլակով, ձավարով, կարտոֆիլով մի համեղ, ձմռան համահունչ ապուր, ճաշ։ Դե հիմա բաղադրիչներն եմ ձեզ ցույց տալի, թե ինչ է ինձ հարկավոր։ Տեսախցիկը մոտեցնեմ, սիրելիներս, և ցույց տամ։ Վերցրել եմ աղացած միս, մեջը լցրել եմ բոլոր համեմունքները, ձավարը, կանաչին թարմը, սև պղպեղ, կարմիր պղպեղ, սոխ, մի խոսքով բոլոր համեմունքներով արդեն պատրաստել եմ։ Այստեղ վերցրել եմ միջին չափսի կարտոֆիլ, 2, 4, 6, 7 հատ է։ Այստեղ արդեն ձավարը լավ լվացել եմ, թրջել եմ։ Աղացած ձավար է, Հայաստանից ենք բերել, հայկական։ Այստեղ արդեն մանրացրել եմ, պատրաստել եմ սոխը ապուրի համար։ Այստեղ տոմատի մածուկն է, կարմիր աղացած պղպեղ և չորացրած ռեհանն ու ծիտրոն։ Իսկ հիմա գազօջախը վառեմ։ Կաթսայի մեջ դրել եմ մի կտոր կարագ, թող հալվի։ Այստեղ էլ իմ այս հարմարավետ գդալի ամանն է։ Կարագը արդեն հալվել է, հալված կարագին ավելացնում եմ մանրացրած սոխը։ Սոխը կտապակեմ այնքան, մինչև թեթև կարմրի, նոր կավելացնեմ մնացած բաղադրիչները։
Սոխը արդեն լավ կարմրել է, սիրելիներս, ավելացնում եմ կարմրած սոխին 1 ճաշի գթալ աղացած քաղցր պղպեղ։ Նորից խառնում եմ պղպեղը սոխի հետ, որ խառնվեն իրար, և կավելացնեմ 1 ճաշի գթալ լիքը տոմատի մածու, նորից կխառնեմ։ Ավելացնում եմ մի փոքր սովորական ջուր։ Խառնում եմ, սիրելիներս, ջրի հետ, կարմիր պղպեղի հետ, տոմատի մածուկը, որպեսզի կոշտուկներ չմնան։ Սոխառածը պատրաստ է, ավելացնում եմ սոխառածին 4 կանաչի, ռեհան և ցիտրոն, նորից խառնում եմ, տեսնում եք ինչ լավ կարմիր, կոկ, գեղեցիկ սոխառած ստացվեց։ Հիմա կավելացնեմ լվացած ձավարը մանր։ Թվում է այսքանը բավական է, սա էլ մի փոքր փլավ կպատրաստեմ, շատ էի թրջել և լվացել։ Դնեմ փլավի համար։ Իսկ հիմա կավելացնեմ սովորական մաքուր սառը ջուր։ Ես երբևիցե ճաշերին, եթե մսաջուր չեմ ունենում, ավելացնում եմ սառը վիճակում, երբեք տաք ջուր չեմ ավելացնում։ Մսաջուր չկա, հիմա ավելացնում եմ սառը ջուր, այսքանը բավական է, ծածկեմ մինչև ձավարը մի քիչ կեփի, կավելացնեմ կարտոֆիլը։ Սիրելի հետևորդներ ջան, մինչև ձավարը կեփի, որոշեցի պատրաստել սոխով աղցան, միայն սոխով։ Հիմա հետևեք, տեսնեք ձեր սիրելի տիկին Մարինեն ինչպես է պատրաստում սոխով աղցանը։ Սիրելիներս, վերցրել եմ 3 գլուխ սոխ, 2 գլուխ կարմիր, 1-ը սպիտակ, 2 գլուխը արդեն կիսալուսնաձև կտրատել եմ, լցրել եմ ամանի մեջ, վերջին 1 գլուխն է կարմիր, կտրատում եմ կիսալուսնաձև, որպեսզի ձեզ ցույց տամ։ Իմ լավ բարեկամներ, կարելի է նաև անվանել մարինատացված սոխ։ Ես աղցան եմ անվանում։ Այս մարինատացված սոխը, աղցանը շատ լավ կերակրատեսակ է մսեղենի հետ, խորովածի, քյաբաբի։ Ես այսօր պատրաստում եմ, կմատուցեմ ձավարով ճաշի հետ։ Հիմա այսպես կիսալուսնաձև կտրատելուց հետո կասեմ, թե ինչ ենք անում։ Մի փոքր փափուկ սոխ է, դժվար է կիսալուսնաձև կտրատվում, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այդ կտրատած սոխի վրա ավելացնում եմ եռման ջուր, բլբլթան ջուր եմ ավելացնում, 1 րոպեի չափ թողում եմ եռման ջրի մեջ և լցրել եմ 150 գրամ բաժակի մեջ գոլ ջուր։ Հիմա սոխը մի քանի վայրկյանից հետո այս եռման ջրից կհանեմ։ Եռման ջուրը լցնում ենք, որ տհաճ հոտը համը դուրս գա սոխի վրայից, մարինատված սոխը համեղ լինի։ Հիմա արդեն պետք է սոխը հանեմ եռման ջրից։ Բավական է, հանում եմ, դատարկում եմ մյուս ափսեի մեջ դատարկ։ Կեշասել դայլալում է, ես սիրով համ լսում եմ կեշայիս երգը, համ էլ սիրով պատրաստում եմ այս սոխով աղցանը։ Հենց կեշայիս հետ չեմ խոսում, արդեն սկսում է վանդակին խփել։
Դատարկելուց հետո դատարկ տարայի մեջ լցնում եմ 150 գրամ գոլ ջուրը, լցնում եմ աղ, պատրաստում եմ բերանի համով, սիրելիներս։ Որոշեցի գնամ խոշոր աղ բերեմ, ոչինչ, մանր աղով էլ կլինի, մանր աղ կլցնեմ մի թեյիկ գթալ, բայց ընթացքում կստուգենք, բերանի համով եմ պատրաստում և շաքարավազ եմ ավելացնելու։ Ձեզ համար էլ է երգում, սիրելիներս, լսեք, իսկ հիմա կավելացնեմ 6%-անոց խնձորի քացախ։ Թրեցի 2 ճաշի գթալ խնձորի քացախ, 1 թեյ գթալ աղ, 2 ճաշի գթալ շաքարավազ, բայց ընթացքում համտեսենք, եթե ինչ-որ մի բանը պակաս լինի, կավելացնեմ նորից։ Փորձում եմ, չէ, համ աղ պետք է ավելացնեմ, համ էլ շաքարավազ։ Հիմա մի լավ կխառնեմ, կհամտեսեմ։ Արդեն լավ է համը, լցնեմ սոխի վրա։ Այս գոլ ջուրը սոխի վրա լցնելուց հետո մի 5 րոպե հետո սոխը ավելի կթառամի, արդեն ջուրը կտա երեսը։ Կհանդիպենք արդեն մատուցելու ժամանակ, սիրելիներս։ Ձավարը լավ եփվել է, հիմա կարտոֆիլն էլ կմանրացնեմ, կավելացնեմ ճաշին։ Տեսնում եք ինչ գեղեցիկ գույնով, նաև անուշ բուրմունքով ճաշ է։ Հիմա բոլորը մանրացնեմ, այս ճաշի մեջ մի փոքր մանր եմ անում կարտոֆիլը։ Սիրում եմ, որ ձավարով ճաշի մեջ կարտոֆիլը մանր լինի։ Կավելացնեմ ճաշին, կխառնեմ, կծածկեմ, թող կարտոֆիլն էլ ձավարի հետ միասին եփի։ Փոքր էլ ցածրացնեմ կրակը, որ մարման կրակով եփի։ Սիրելիներս, աղացած մսին ավելացրել եմ թարմը կանաչիներ, չոր կանաչի, սև պղպեղ, կարմիր պղպեղ և 1 հատ էլ ձու։ Սկսում եմ այսպես լավ հունցել, տրորել, որ ավելացնեմ արդեն ճաշին։ Ճաշը, կարտոֆիլն էլ, ձավարն էլ լավ եփվել են։ Հիմա ձեռքերս մի թեթև թռչում եմ և պատրաստում եմ շարիկների նման կլոր կոլոլակներ։ Տեսնում եք, այսպես գեղեցիկ, փոքր, շատ մեծ չեմ անում։ Հիշում եմ առաջներում, որ վաճառում էին կոլոլակներ պատրաստի, պակետներով դրված էր կառոպկաների, երկար կառոպկաների մեջ, սիրելիներս, վրան էլ գրած էր կոլոլակ, քյուֆտայա նման միս էր, շատ համեղ էր, երանի լիներ մի հատ պատրաստեի, շատ էի սիրում այդ դրանով պատրաստել կոլոլակով ճաշ, բրինձով, ձավարով։ Սիրելիներս, այն ժամանակ չեմ հիշում, 1.90 էր, 1.20 էր, դե սովետական միության ժամանակ էր, մեր փողերը բոլոր պետությունների մեկ էր։
Դե ասում ենք չհիշենք, ոնց անցյալը չհիշենք։ Հիշում ենք անցյալը, բաց ենք թողնում անցյալին, ներկայով ապրում ենք, սիրելիներս։ Մի բան, որ պատրաստեցի, նորից հիշեցի։ Այսպես շարիկների նման անում եմ և շերեփով եմ դնում, որ հատիկով գցում ես, ոնց որ թռնի այդ մսաջուրը, ճաշի ջուրը ավելի ճիշտ։ Կարող եմ ձեռքերս չթրջել, բայց որ թրջում ես, միսը չի կպչում ձեռնոցներին, ավելի գեղեցիկ է ստացվում, կոկ է լինում ավելի։ Վերջինն էլ պատրաստեցի, դնեմ ճաշի մեջ, սիրելիներս բերանը ծածկեմ, թող եփի, ձեռնոցներս հանեմ։ Սիրելիներս հիմա խառնեմ, տեսնում եք կոլոլակները ինչքան գեղեցիկ են երևում ճաշի մեջ, ուռած, փքված, գեղեցիկ կոլոլակներ են։ Հիմա կավելացնեմ ճաշին աղ, կհամտեսեմ, եթե պակաս լինի նորից կավելացնեմ։ Կխառնեմ, որ աղը լուծվի։ Մի փոքր եփելուց հետո նորից ստուգում եմ աղը, եթե ալանի լինի կավելացնեմ, եթե աղը տեղը լինի չեմ ավելացնի։ Մի փոքր աղի կարիք ունի, ավելացնեմ։ Խառնելուց հետո բերանը ծածկեմ, կրակը իջեցնեմ, մարմանդ կրակով թող եփի։ Սիրելիներս, մինչև ճաշը լիովին պատրաստ լինի, կմաքրեմ նաև թարմը կանաչի։ Հիմա մաքրում եմ մաղադանոս։ Հիշում եք որդիս գնումների հետ, որ գնել էր։ Տեսնում եք ինչքան լավ թարմը մնացել է։ Պետք է գնելուց հետո, եթե շատ եք գնում, չլվանալ բոլորը, կամ էլ թերթի մեջ եք փաթաթում, դնում եք ցելոֆանով պակետի մեջ, ամեն օրվա կապում եք հերմետիկ, դնում եք սառնարանի դարակի մեջ, շատ լավ մնում է, տեսնում եք թարմը, ոչ թոռոմել է, ոչ դեղնել է, ուղղակի այսպես ձեռքիս մեջ հավաքում եմ, պոչի կոշտ մասերը կտրեմ, որտև շատ կոշտ է։ Սամիթի պոչի մասերն էլ է կոպիտ, հիմա այսպես առանձնացնում եմ սամիթը, որ մի քանի ճյուղից է, որ կոշտ ծայրի մասերը կտրեմ, ինչքան էլ ուզում է լավը լինի, մեր ձեռքի տնական ցանած կանաչին չի հասնի, միևնույն է, ցանած կանաչի բույրը, համն ու հոտը ուրիշ է։ Առանձնացնում եմ, շատ մեծ են այս
ճյուղերը։ Սա էլ կլվանամ եւ արդեն մինչեւ լվանամ ճաշն էլ պատրաստ կլինի։ Հիմա պակետի մեջ մի քիչ կա, դա էլ հանեմ։ Լվացել էինք, ամանի մեջ էինք դրել, սիրելիներս, կանանչի ամանը լվացել եմ, չորացրել եմ, դրել էի պակետի մեջ։ Հիմա սա էլ նորից կդասավորեմ, կլվանամ, կտեղավորեմ։ Հիմա համեմը, հլը այս համեմը 3 հատիկ են դրել մեջը ու շատ թանկ են վաճառում։ Դե ձմռան ամիս է, դրա համար էլ թանկ են վաճառում, բայց շատ լավ համեմ է։ Ընտիր համեմ է։ Վերևի այս մասը կմաքրեմ, արանքները պետք է ուշադիր լինենք, որ շատ ցեխ է լինում։ Չեմ ուզում ճյուղերը բաժանեմ մասեր, ուզում եմ այսպես էլ լվանալ հոսող ջրի տակ։ Մաքրեմ, վերջացնենք, միասին գնանք ծորակի մոտ լավ լվանամ։ Կանանչին մի քիչ թողել էի սառը ջրի մեջ, հիմա պետք է արդեն լվանամ հերթով։ Համեմի այս գլխի մասերը պետք է այսպես լավ բացել, լվանալ, չնայած մաքուր է, ցեխ չկա, բայց պետք է անպայման նայել։ Այս հոսող ջուրը փրկություն է, փրկություն։ Առաջների նման չէր, որ Հայաստանում 90-ական թվականներին կրում էինք, բերում էինք դույլերով, որ լողանանք, ճաշ եփենք, մի խոսքով, օй դաժան օրեր էր, շատ տանջալից օրեր էր, բայց անցան գնացին, հաղթահարեցինք ամեն դժվարություն, սիրելիներս, բոլորիս կյանքում էլ շատ դժվարություններ եղել է, հարց չի եղել, կյանքը իրենով դժվարություններ է, պետք է հաղթահարենք, որ կարողանանք ապրել, իմ լավ բարեկամներ, Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, բոլորիդ թոռներին, երեխաներին, միշտ առողջ լինեն, լավ լուրերը լսենք բոլորից։ Հիմա մի հատ է ցողեմ, վերջ կթողնեմ կցամաքի։
Կանաչին էլ ջրքանվել է, սիրելիներս, հիմա սիրուն գեղեցիկ կդասավորեմ այս պլաստմասայից ամանի մեջ, կդնեմ սառնարանը, արդեն ճաշի ժամանակ պատրաստ կլինի, կհանեմ և կմատուցեմ։ Բերանը ծածկեմ, դնեմ սառնարանը։ Մինչ կանաչին էլ տեղավորեցի, ճաշն էլ արդեն պատրաստ է։ Անջատեմ, սիրելիներս, լցնեմ մատուցվող ափսեն։ Արդեն անուշ համով հոտով շորվանել է ձավարով պատրաստ, կարտոֆիլը եփվել է, հիմա միսն էլ փորձենք։ Միսն էլ է լավ եփված, սիրելիներս, պատրաստ է համով հոտով շորվան։ Այսօրվա ճաշը անվանելու եմ շորվա։ Հիմա սոխը մարինատված, տեսնում եք արդեն ինչքան է ջուր դուրս տվել։ Ստացվեց նաև սոխը շատ համեղ։ Հիմա բերանը կծածկեմ, սիրելիներս, կդնեմ սառնարանս, ճաշի ժամանակ նոր արդեն կբերեմ սեղանին կդնեմ։ Դրել եմ բացելու փակոցներից կարմիր թեթև կծու ծիծակ պղպեղ, դեղցի կոմպոտ և լոլիկը իր հյութի մեջ։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս։ Ցտեսություն, սիրելիներս, մինչ նոր հոլովակ, եղեք առողջ և օրհնված։